Բարի երեկո տիկնայք և պարոնայք, ցելի ներկաներ, հյուրեր, սիրելի հանդիսատես։ Ուրախ ենք ողջունել ձեզ Կոստան Զարյանի անունը կրող արվեստի դպրոցի այս հյուրընկալ դահլիճում։ Այսօր հավաքվել ենք վայելելու երաժշտության կախարդական աշխարհը, լի հույզերով ու գեղեցիկ մեղեդիներով։ Եվ այս երեկոն հատուկ է մեզ համար, քանզի այն նվիրված է երիտասարդ ու տաղանդավոր մի երաժշտի, ով չնայած իր տարիքին, իսկ նա ընդամենը 9 տարեկան է, տիրապետում է 3 փողային գործիքների։ Նա ապացույցն է այն բանի, որ տաղանդը տարիք չունի, իսկ սերն ու նվիրումը կարող են իրականացնել ամենահամարձակ երազանքները։ Այսօր բեմում ելույթ է ունենալու Մենուա Հունանյանը, անուն, որ վստահաբար կարող եմ ասել, որ դեռ բոլորը շատ ենք լսելու ամենամեծ բեմերից։ Սակայն այս պահին այս բեմը նաև լուր հարգանքի տուրք է մի մեծ մարդու, վարպետի հիշատակին, Կարեն Ստեփանյան, մարդ, ով այսօր կդառնար 1 տարի ավելի մեծ ու իմաստուն։ Այսօր վարպետի ծննդյան օրն է։ Նա միայն ուսուցիչ չէր, այլ նաև հոգի ձևավորող, ընկեր և նվիրված ուղեկից։ Մենուային նա սիրում էր զավակի նման, ապրում էր նրա հաջողություններով, հպարտանում նրա ամեն մի քայլով։ Նա հավատում էր, որ իր սանին ծափահարելու է ողջ աշխարհը։ Այս մենահամերգը լուսավոր երազանքն էր վարպետի։ Նա մեծ ոգևորությամբ էր պատրաստվում այսօրվան։ Ամեն պահ աշխատում էր ի նպաստ Մենուայի երաժշտական արվեստի։ Այսօր բեմում հնչող յուրաքանչյուր նոտա նրա աշխատանքի արդյունքն է, նրա ապրած կյանքի շունչը և նրա աշխարհընկալման դրսևորումը։ Թող այս համերգը լինի ոչ միայն նվեր ներկա հանդիսատեսին, այլ նաև խորհրդանշական նվիրում վարպետի հիշատակին։ Նրա ուսուցանած յուրաքանչյուր հնչյուն այս բեմից դառնալու է աղոթք, հարգանք և շարունակություն։ Ցելի ընկերներ, հարահոս է ժամանակը, և այն երբեմն սկսում է չափելի դառնալ մեր ամենաթանկ ու կարևոր մարդու կորստից հետո։ Ժամանակը մեզ համար կարծես սկսում է դանդաղել ու հապաղել։ Վարպետը չկա, բայց չկա միայն ֆիզիկապես։ Նա ապրում է Մենուայի երաժշտության մեջ և միշտ կապրի նրա նոտաներում։ Այս պահին մեկ րոպե լռությամբ հարգենք վարպետի հիշատակը։ Շնորհակալություն, հարգելի հանդիսատես, կարող եք զբաղեցնել ձեր պատվավոր տեղերը։ Ես վստահ եմ, որ վարպետի երկնային օրհնանքը ողջ կյանքի ընթացքում ուղեկից կլինի մեր Մենուային։ Եվ այսպես, ցելի ներկաներ, անցնելով բուն համերգային ծրագրին, ես ուզում եմ ձեր բոլորի բարձր և ջերմ ծափերի ուղեկցությամբ բեմ հրավիրենք մեր փոքրիկ տաղանդին։ Մենուա Հունանյան։ Շնորհակալություն։ Նրան ողջ երեկոյի ընթացքում կնվագակցի Քնարիկ Գրիգորյանը։ Ձեր բարձր և ջերմ ծափերը։ Եվ այսպես, վայելենք առաջին գեղեցիկ երաժշտական կատարումը, Էրզրումի շորոր, Շերամ, մշակումը Գևորգ Մանասյանի։
երաժշտական կատարման համար։ Անցնենք հաջորդ համարին։ Ինտերմեցո Գրիգոր Հախինյան Հոյ հիմնազանի յարը երգի թեմայով։ Մեր հիանալի համերգային ծրագրի մեկնարկն արդեն հոյակարգ կերպով տրված է։ Ես առաջարկում եմ նախքան մեր փոքրիկը կպատրաստվի իր հաջորդ գեղեցիկ համարին, մի փոքր խոսենք շվի գործիքի մասին։ Շվին հայկական ազգային փողային գործիք է։ Այն պատրաստվում է ծիրանենու փայտից եւ ունի նուրբ, բյուրեղյա եւ քաղցր հնչողություն։ Շվի երաժշտությունը միշտ ասոցացվում է հայրենի լեռների բնության եւ մեր մշակույթի հետ։ Այն հաճախ օգտագործվում է ժողովրդական երգեր եւ մեղեդիներ նվագելու համար, ստեղծելով յուրահատուկ հոգեհարազատ մթնոլորտ։ Դե ինչ, վայելենք հաջորդ գեղեցիկ կատարումը՝ Սարերի հովին մեռնեմ, Հովանես Բադալյան, փոխադրումը Հերբերտ Ասատրյանի։
Շնորհակալություն Հրանալի կատարման համար։ Ինչ երևի թե մեր համերգային ծրագիրը անհնար էր պատկերացնել առանց Կոմիտասի հանճարեղ ստեղծագործությունների։ Կաքավիկ մշակումը Մարտին Վարդազարյան։ Բրավո, շնորհակալություն մեր փոքրիկին գեղեցիկ կատարումների համար։ Ինչ ելի ներկաներ, ծիելի հյուրեր, բոլորս համոզվեցինք, որ մեր փոքրիկ հրաշամանուկը հրաշալի եւ վարպետորեն տիրապետում է ժողովրդական երաժշտական երգեցիկ գործիքին։ Եվ առաջիններից մեկը, որ նկատել էր փոքրիկի տաղանդը, հենց նրա վարպետն էր, ով կանգնած լինելով նրա կողքին ուղղորդում եւ ոգեշնչում էր նրան։ Թվում է, թե վարպետը միայն փողային գործիքների վրա պետք է կենտրոնացներ իր ամբողջ ուշադրությունը, փորձելով փոքրիկին պատրաստել այս մենահամերգին, որն ինչպես արդեն նշեցինք, մեր Կարենի երազանքն էր։ Բայց արի ուտես, որ վարպետը վստահ եւ համոզված էր Մենուայի բազմաշնորհ տաղանդին, եւ Մենուան վարպետի խորհրդով, ցանկությամբ եւ ինչ որտեղ նաեւ պահանջով սկսեց նվագել նաեւ դաշնամուր։ Եվ եթե հիմա թերահավատորեն եք մոտենում իմ ասածներին, ապա ես ուղղակի առաջարկում եմ վայելենք դաշնամուրային երաժշտական կատարում մեր Մենուայի կողմից, դասատու Լիլիթ Սարգսյան։ Բայց նաև խնդրում եմ խիստ չդատել, որովհետև Մենուայի ժամանակը մեծամասամբ տրամադրվում է փողային գործիքներին, իսկ սա ընդամենը մի փոքր հանգստանալու եւ առօրեականից ցրվելու միջոց է։ Ջեր ծափեր ենք նվիրում եւ հրավիրում Մենուա Տրունանյան։
Ես վստահ եմ միայն սիրտներ և մեր փոքրիկ տաղանդը դեռ բազմաթիվ հանճարեղ գործեր կնվագի դաշնամուրով։ Ցելի ներկաներ, ցելի հյուրեր, շարունակում ենք մեր համերգային ծրագիրը և այս պահին առաջարկում եմ դիտենք կարճ տեսանյութ մեր մենուայի դժվար պարապմունքների, անցած ուղու և ունեցած ձեռքբերումների մասին։ Հրաշամանուկի բառի սրտում իմաստով լավական ջունի, լավ մատերի շարժ ունի, արագ ընկալում է, արագ սովորում է, դրանք շատ կարևոր նախապայմաններ են, որպեսզի մարդը ձգտի արտիստական կյանք ունենալ, բեմական կյանք ունենալ։ Այնպես որ արի թե որպեսզի ես մենուային ցանկանամ մեծ հաջողություններ, կայուն նվաճումներ եւ անընդհատ իր երկացանքը մեծացնի, շատացնի, բեմահարթակները լինեն շատ տարբեր, ոչ միայն Հայաստանում, այլև հնարավորինս մեր երկրից դուրս, այնպես որ, ինչպես ասում են ռուսերեն, «Я за մենուա»։
Բրավո, դե ինչ մեր փոքրիկին կրկին մաղթենք նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ եւ մեծ բեմեր, սա երևի թե այն փոքր աշխատանքի դրսևորումն էր, որ այստեղ ներկայացված էր, որ մեր մենուան անցել է շատ մեծ դժվարությամբ։ Ես գիտեմ, որ նա օրեկան շատ երկար է նվագում, ուստի եկեք մի հատ էլ բարձր ու ջերմ ծափահարենք 6-ից 7 ժամ, 8 ժամ անգամ, սա իրոք մեծ տիտանական աշխատանք է, հատկապես փոքրիկի համար։ Դե ինչպես արդեն սկզբում նշել էինք, մեր փոքրիկը տիրապետում է մի քանի փողային գործիքների եւ այս պահին առաջարկում եմ վայելենք հաջորդ գեղեցիկ երաժշտական կատարումը, այս անգամ կլարնետով, վալս կրիոլլո, Միշել Մանգանի։ Անցնենք հաջորդ երաժշտական կատարմանը։ Կոնցերտային պիես Ռոբերտ Պետրոսյան։
Շնորհակալություն Մենոային հիանալի կատարման համար։ Դենք էլի ընկերներ, նախքան կվայելենք հաջորդ գեղեցիկ երաժշտական կատարումը, ուզում եմ նշել, որ այս գործն առանձնանում է իր վիրտուոզ բնույթով, ազգային ռիթմով եւ բարձր էներգիայով։ Մի փոքր անդրադարձ կատարենք նաև կլարնետ գործիքին։ Ինչպես գիտենք, կլարնետը փողային գործիք է, որը հայտնի է իր հարուստ եւ բազմազան հնչողությամբ։ Ստեղծվել է 1710-ական թվականներին Գերմանիայում Յոհան Քրիստոֆեր Դեների կողմից։ Այն կարող է նվագել ամենացածր բասային հնչյուններից մինչև ամենաբարձր հնչյունները, ունենալով շատ լայն դիապազոն։ Կլարնետը լայնորեն օգտագործվում է ինչպես դասական եւ ջազային երաժշտություններում, այնպես էլ ռազմական նվագախմբերում։ Դե ինչ, ռոմանս Միշել Մանգանի։
Շնորհակալություն մեր Մանուային։ Թե ինչ շարունակենք մեր ծրագիրը։ Այս պահին վայել ենք աշխարհահռչակ ստեղծագործություն, որը գրեթե յուրաքանչյուր երաժիշտ լսել կամ կատարել է։ Այն սկզբում գրված է եղել ցիգանական նվագախմբի եւ դաշնամուրի համար։ Չարդաշը ավանդական հունգարական պարային ձև է։ Մոնթին իր ստեղծագործության մեջ համադրել է երկու տրամադրություններ, ստեղծելով հուզիչ եւ վիրտուոզ գործ, որը ցուցադրում է թե զգացմունքայինությունը եւ թե տեխնիկան։ Դե տեսնենք, թե ինչպես կփոխեն տրամադրությունը մեր դահլիճում մեր երկու երաժիշտները։ Չարդաշը Վիտորիո Մոնթի։
Սերիկ Գրիգորյան, բրավո, շնորհակալություն գեղեցիկ երաժշտական կատարումների համար։ Սերի ներկաներ, սերի հյուրեր, նախքան առաջ անցնելը ուզում եմ նշել, որ մեր փոքրիկը իր առաջին քայլերը սկսել է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։ Եվ այսօր բեմը նվիրում ենք ոչ միայն երաժշտությանը, այլև այն մարդկանց, ովքեր հավատում են երաժշտական կրթության ուժին։ Սիրելի տնօրենը այն մարդն է, ով իր հոգատարությամբ, նրբությամբ եւ անսահման նվիրվածությամբ մշտապես կանգնած է դպրոցի մանկավարժների եւ աշակերտների կողքին։ Իսկ Շնորհակալություն գեղեցիկ կատարման համար։ Վայել ենք հաջորդ երաժշտական համարը, վայս Դմիտրի Շոստակովիչ։
Շնորհակալություն մեր փոքրիկ հրաշքանամանությունին։ Սիրելի ընկերներ, մինչ Մենոան պատրաստվում է հաջորդ երաժշտական համարին, եկեք մենք էլ ծանոթանանք այն գործիքի պատմությանը, որը նույնպես շատ հոգեհարազատ է Մենոային՝ սաքսոֆոն։ Իսկապես եզակի գործիք է։ Այն ստեղծվել է բելգիացի վարպետ Ադոլֆ Սաքսի կողմից 1840-ական թվականներին։ Այն իր մեջ ներառում է փողային և փայտյա գործիքների լավագույն հատկանիշները, ստեղծելով յուրահատուկ էներգետիկ հնչողություն, որը կարող է միաժամանակ լինել նուրբ ու մեղմ, ինչպես նաև հզոր ու ճկուն, արտահայտելով բազմաթիվ հույզեր։ Այն լայն տարածում ունի ջազ, բլուզ ժանրերում, բայց նաև մեծ է կիրառումը դասական երաժշտության մեջ։ Հուսամ այս փոքրիկ պատմությունը և մեր Մենոայի կատարումները կօգնեն ձեզ նորովի ճանաչել ու բացահայտել այս գործիքը։ Իսկ հաջորդ կատարումը, որ պիտի վայելենք, գրվել է 1974 թվականին Աստոր Պիացոլայի կողմից։ Աշխարհահռչակ կատարումը համարվում է տանգոյի զարգացման պատմության կարևորագույն շրջադարձային կետերից մեկը, որով համադրվում են արգենտինական տանգոն և ջազային ու դասական երաժշտության տարրերը, ստեղծելով նոր ուղղություն, նոր տանգո, լիբեր տանգո։ Երբեմն ուղղակի խոսքերին ավելորդ են նկարագրելու համար 9-ամյա տաղանդի վարպետությունը։ Բրավո, շնորհակալություն գեղեցիկ կատարումների համար։ Սիրելի ընկերներ, սիրելի հարազատներ, շարունակում ենք մեր համերգային ծրագիրը։ Վայելեցինք Մենոայի տարբեր գործերը և այս բեմում Մենոայի հետ մեկտեղ անտեսանելի և անսահման զգալի ներկայությամբ կանգնած է վարպետը։ Մարդ, ով ծնողի պես հարթում էր Մենոայի երազանքի լուսավոր ճանապարհը։ Եվ որքան կնվագի Մենոան, այնքան հավերժ կլինի իր վարպետը։ Վարպետի և աշակերտի կապը երաժշտության, սիրո և հավատի կամուրջ էր, հնչող անխոս երկխոսություն։ Համերգային ծրագիրը կազմակերպվել և անցկացվում է այնպես, ինչպես կցանկանար Կարեն Ստեփանյանը։ Վարպետի համար երաժշտական անսահմանության մեջ իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունն է ունեցել մի ստեղծագործություն, որի անվանումն էլ հենց Կարեն Ստեփանյանի առաջարկով ու խորհրդով դարձել է համերգային ծրագրի խորագիրը՝ մտորում, երբ երաժշտությունը դառնում է ինքնաճանաչողության և բացահայտման աղբյուր։ Մտորում, Ռոբերտ Պետրոսյան։ Այս է պանտարոշներ տմարի,
հաղթանակները մենման նվիրում է իր դասատուին, իր մանկավարժին, ով մեր լավ ընկերն է, Հրազդանի Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի մանկավարժ Պարեն Ստեփանին, ով ցավոք օրեր առաջ դադարեց իր ֆիզիկական գոյությունը։ Աստված թող հոգին լուսավորի եւ շնորհավորում եմ Մենուելին, համոզված, որ վերևից ինքնիես արդեն մեկ հրեշտակ ավելացավ իր կյանքում։ Մենուա Հունանյան, Քնարիկ Գրիգորյան, բրավո, ավելի 68 ջեմ ծափեր ենք նվիրում մեր տաղանդաշատ երաժիշտներին, շնորհակալություն երեսիկ ստեղծագործությունների համար։ Մեր կյանքի յուրաքանչյուր հույս, էմոցիա հնարավոր է իհարկե արտահայտել երաժշտության միջոցով, ինչն էլ այսօր վարպետորեն կատարեցին մեր երաժիշտները։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր փոքրիկ Մենուային եւ իհարկե դաշնակահորուի Քնարիկ Գրիգորյանին։ Ծափերը կրկին չխնայեք։ Սիրելի ներկաներ, այսօր այստեղ հավաքվել են արվեստասեր, արվեստը գնահատող, նրա խնդիրներով մտահոգ ու այն զարգացնելու մեծ ձգտումով ու մղումով մարդիկ։ Եվ այս պահին ես ցանկանում եմ ներկայացնել եւ բեմ հրավիրել Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Տիկին Հասմիկ Հակոբյանին, ով նույնպես այստեղ է ողջունելու, ողջևորելու մեր փոքրիկ տաղանդին եւ իր սրտի խոսքը ներկայացնելու մեզ բոլորիս։ Ողջունում եմ ձեզ, սիրելի հանդիսատես, Հրազդանի Կոստանդզարյանի անվան արվեստի դպրոցի այս հյուրընկալ դահլիճում Հրազդանյան մշակութասեր հասարակությանը եւս մեկ անգամ հիանալի առիթ է ընձեռնվել համախմբելու եւ հավաքվելու եւ այդ առիթը ստեղծել է Հրազդանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի մեր բազմաշնորհ սան Մենուա Հունանյանը։ Բնածին տաղանդով եւ իր տարիքի համար շատ բացառիկ ունակություններով եւ կարողություններով օժտված մի հրաշամանուկ։ Այսօր մենք հնարավորություն ունեցանք վայելելու
մենուայի անզուգական կատարումները եւ մեկ անգամ եւս համոզվեցինք եւ վստահաբար կարող ենք փաստել, որ ունենք տաղանդաշատ երիտասարդ սերունդ եւ որ մեր երկիրը իսկապես ամուր եւ վստահելի ձեռքերում է։ Ուզում եմ հիշատակել մի նվիրյալի, ում դերը չափազանց մեծ է մենուայի որպես երաժշտի ձևավորման գործում։ Չափազանց բարդ է հիշատակի եւ գնահատանքի խոսքեր ասել մի մարդու մասին, որը հեռացավ անժամանակ։ Անդառնալի կորուստ է ոչ միայն ընտանիքի, մտերիմների, հարազատների, ընկերների, այլ նաեւ Հրազդանի ողջ մշակութային հանրության համար։ Կարեն Ստեփանյանը սիրո, բարության, անկեղծության, ազնվության, ընկերասիրության եւ անձնվիրության ահռելի պաշար ուներ իր մեջ, որը անխնա տարածում էր իր շրջապատում։ Նա լույս, ջերմություն եւ խանդավառ էներգիա էր սփում ամեն օր։ Իհարկե, շատ գործեր, շատ անելիքներ, շատ պլաններ, նախագծեր մնացին կիսատ, շատ բաղձալի երազանքներ մնացին անկատար, սակայն ընկեր Կարենի հիշատակը միշտ վառ կմնա նրան բոլոր ճանաչողների հոգում եւ սրտում եւ նրա բոլոր աշակերտների եւ սաների գործերում։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեր մենուային, մաղթում եմ նրան բազում, շքեղ, փառահեղ բեմեր, չդադարող ծափահարություններ եւ ստեղծագործական նորանոր վերելքներ, հաջողություններ եւ ձեռքբերումներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաև Տիկին Հակոբյանին, մշտապես արվեստի եւ մշակույթի կողքին լինելու եւ գնահատելու համար։ Խնդրեմ։ Մեր փոքրիկը ծնողների երախտապարտ զավակ է։ Նա շնորհակալություն է հայտնում այն մարդկանց, ովքեր կանգնած էին իր կողքին, ովքեր ոգևորել, աջակցել եւ հավատացել են իր ուժերին։ Առաջին հերթին անկեղծ շնորհակալություն սիրելի ծնողներին, անսահման սիրո, համբերության ու հավատքի համար։ Ձեր ջերմությունը եղել է ամեն քայլի հիմքում։ Շնորհակալություն բոլոր ուսուցիչներին, կրթության, հոգատարության եւ գրագիտության ճամփան հարթելու համար։ Գոհունակություն եւ փորին երախտագիտություն տաղանդը բացահայտելու, ճիշտ ուղղությամբ առաջնորդելու եւ երաժշտության հանդեպ սերն ու նվիրվածությունը փոխանցելու համար։ Այս մենահամերգը ոչ միայն մենուայի նվաճումն է, այլ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս ճանապարհին։ Յուրաքանչյուր հնչած նոտայում կա մի մասնիկ ձեր սրտի, ձեր խրատների եւ ձեր հավատքի։ Եվ մեր փոքրիկ մենուան գեղեցիկ շնորհակալագրել է պատրաստել Արամ Խաչատրյանի անունը կրող երաժշտական դպրոցի տնօրեն Շահանե Մանուկյանի համար։ Կխնդրեմ Տիկին Մանուկյան կրկին բարձրանալու։ Bravo. Ձեր միջերմությունը հնարավորություն է տալիս եւ ուժ է տալիս առաջնորդելու եւ առաջ ընթանալու։ Շնորհակալություն եւս մեկ անգամ աշակերտների եւ ուսուցիչների, դասատուների կողքին լինելու համար։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուզաննա Անտոնյանին, մեր մենուայի սոլֆեջոյի դասատուին, ով շատ հարգելի պատճառներով ցավոք սրտի ներկա չի կարողացել գտնվել այս համերգային ծրագրին։ Եկեք եւս մեկ անգամ ջերմ ծափեր նվիրենք նրան, նա հեռավոր Միացյալ Նահանգներում է, իսկ շնորհակալագիրը ծնողների կողմից հաստատ ձեռ կփոխանցի նրան։ Առանձնահատուկ շատ բարձր ու ջերմ ծափեր եկեք նվիրենք այն մարդուն, ով ողջ համերգային ծրագրի ընթացքում եւ իհարկե օրեր շարունակ եղել է մենուայի կողքին։ Դաշնակահար նվագակցող Քնարիկ Գրիգորյան։
Սիրելի ընկերներ, ամենամեծ երախտիքի խոսքերը կրկին ուզում եմ նվիրել այն մարդուն, ով ձևավորել է նոր անհատ, ով կերտել է մենուա երաժիշտը։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ, բայց այս անգամ ծափերով ողջունենք Կարեն Ստեփանյանին։ Բարձր ու ջերմ ծափեր ընթերցնենք։ Եվ այսօր վարպետի ծնունդն է, տարեդարձն է։ Թող վարպետի երկնային տարեդարձը շնորհավոր լինի, երկնային օրհնանքը ողջ կյանքում ուղեկից լինի մեր մենուային։ Եվ որտեղ էլ որ մեր մենուան կանգնի, որ աշխարհահռչակ բեմում էլ ելույթ ունենա, թող միշտ հիշի, որ վարպետը հոգեպես իր կողքին կանգնած է։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Ստեփանյանի ընտանիքին այսօր այստեղ ներկա գտնվելու համար եւ պետք է խնդրեմ նրա դստերը Մարի Ստեփանյանին բարձրանալ բեմահարթակ, որպեսզի մեր մենուան էլ իր շնորհակալական փոքրիկ նվերը հանձնի ձեզ։ Ես կխնդրեմ ծափերը չդադարեցնենք։ Որովհետև յուրաքանչյուր արվեստասերի, արվեստագետի համար, երբ նա կանգնած է բեմում, ամենամեծ նվերը դա ծափերն են։ Ավելի բարձր, ավելի ջերմ ծափեր նվիրենք, որ հասնի որպես աղոթք դեպի երկինք։ Կարեն Ստեփանյան, թող այս անունը երկար հնչի եւ լսվի ամենամեծ բեմահարթակներից մեր մենուայի աշխատանքի շնորհիվ։ Սիրելի ներկաներ, այս պահին առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոստան Զարյանի արվեստի դպրոցի տնօրինությանը գլխավորությամբ Շահեն Փանոսյանի։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր միշտ եղել են փոքրիկ մենուայի կողքին եւ աջակցել են նրան Հայկ Ալավերդյանի գլխավորությամբ։ Եվս մեկ անգամ բարձր ու ջերմ ծափեր նվիրենք բոլոր երաժիշտներին։ Հիմա մեր մենուան, որպես արտիստ տանում էիր, մենուա լսում ես ինչ են տղավում։ Իսկ սա նշանակում է, որ արտիստին հենց այնպես չեն թողնելու, որ բեմից իջնի։ Եվս մեկ անակնկալ երաժշտական կատարում ինձ թվում է մեր մենուան սիրով կներկայացնի ձեզ։
Արամ Խաչատրյան Սուսերով պար երաժշտական համար, որ հնչել է աշխարհի ամենատարբեր բեմերից։ Հնչել է ամենատարբեր ֆիլմերում և ամենատարբեր